Պարոն Խալաթյան, ընտրություններն արդեն ավարտվել են, իսկ արդյունքներն ամփոփված են, սակայն ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան, ինչ սպասել Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարան դիմելը կարծես թե դարձել է ուրեմն ընտրական process-ի անմիջական, այսպես ասած, անբաժան մասը եւ եթե տարիներ շարունակ դա հիմնավորված էր, ապա այս պարագայում ես անկեղծ ասած չեմ տեսնում որևէ այդպիսի հիմք թե Սահմանադրական դատարանը ինչպես կարող է օրինակի համար անվավել ճանաչել ընտրությունների արդյունքները, այն պարագայում, երբ օրինակ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները իրենց արձանագրությունները ստորագրել են, այսինքն դա նշանակում է, որ տեղում անգամ ընդդիմության ներկայացուցիչ հանդիսացող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները ուրեմն հավաստել են տեղամասերում ընտրությունների ուրեմն գործընթացի օրինականությունը բոլոր դեպքերում սպասենք իրադարձությունների զարգացմանը, մյուս կողմից էլ իրենց սահմանադրական իրավունքն է, որը իրենք իրացնում են, հետևաբար այստեղ ես ավելի շուտ կարող եմ խոսել առերևույթ այդ դիմումների հիմքերի բացակայության վերաբերյալ, բայց դե իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարին ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով։ Ինչ կասեք։ Բարեփոխումը պահանջված է, ես կարծում եմ անգամ ուշացած է եւ այստեղ ես օրինակ իրավական ինձ հետաքրքիր է իրավական ինչ ճանապարհով է փորձ արվելու այդ օրենսդրական փոփոխությունները կիրառել այս ընթացիկ գործընթացների վրա, քանի որ այստեղ կարծես թե մենք կարող ենք գործ ունենալ իրավական կարգավիճակը վատթարացնող անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետ, որը չի կարող ունենալ հետադարձ ուժ, հետևաբար վտանգ եմ տեսնում, որ այս անգամ նաև շատ արդյունավետ օրենսդրական փոփոխությունները կկիրառվեն ապագայում այլ ոչ թե գործող այս ընթացի գործընթացների վրա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, կխստացվի ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար պատիժը, կխստացվի ու կսահմանվի վերցնելու համար մինչեւ 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչեւ 10 տարի ազատազրկում։ Դա կրկին ուղղված է ապագային, ապագա ընտրական գործընթացներին, իսկ ահա այս ընտրական ցիկլը, երբ մենք տեսանք, որ ընդդիմությունը փաստացի տասնյակ հազարավոր, թե չասենք 100 հազարավոր ձայներ փաստացի ըստ դեռևս չհերկված տեղեկությունների կամ դատական կարգով չհերկված տեղեկությունների ուրեմն ստացել է ընտրակաշառքի տարբեր մեթոդների կիրառմամբ, այս պարագայում կարծես թե գործող նախատեսող բարեփոխումների գրեթե ողջ փաթեթը կարծես այս ընտրափուլի վրա տարածվելու գրեթե շանս չունի իրավական առումով։ Եվ քաղաքացիական պայմանագրի երկու падգամավորներ Արուսյակ Մանավազյանը եւ Ալխաս Ղազարյանը նախագիծ են ներկայացրել, որ 6 ամսից ավել Հայաստանից բացակայողներին կարգելվի ընտրություններին մասնակցել։ Ոնց կբնութագրվի։ Ես կարծում եմ, որ կրկին նպատակը լեգիտիմ է եւ միանգամայն սատարում եմ այն։ Պարզապես գուցե կարելի է 6 ամսյա ժամկետը փոքր ինչ ավելացնել, գուցե սահմանել 1 տարի։ Կարծում եմ նաեւ օրենսդրական քննարկումների արդյունքում դա գուցե եւ այդ հարցը բարձրացվի, բայց այն որ Հայաստանի հետ տարիներ շարունակ որևէ կապ չունեցող եւ կենսական շահերի կենտրոնը Ռուսաստանը կամ թեկուզ այլ երկիր համարող անձինք պետք է հնարավորություն չունենան այստեղ բնակվողների ճակատագիրը որոշելու, դա անեկբա է։ Հանրապետություն կուսակցությունն էլ համարում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի Արդարադատության նախարարությանը ներկայացված դիմումի եւ դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։ Ինչ է։ Համաձայն եմ, բայց կրկին մենք այստեղ խնդիր ենք ունենում, կարծես թե հետադարձ ուժի ֆենոմենի հետ, այսինքն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձության արգելքի հետ եւ այստեղ պետք է հասկանալ հնարավոր է արդյոք այնպիսի իրավական ձևակերպումներ տալ եւ գուցե կիրառել միջազգային փորձը, որ մենք այսօր հենց հիմա կարողանանք այդ հարցը լուծել, որովհետեւ ամեն ընտրական շրջափուլ ուշացնելով բարեփոխումները մենք ռիսկ ունենք նաեւ տապալել ընդհանրապես հեղափոխության կապիտալիզացիայի վերջնականացումը։ Այս նախագծերը որքանով հնարավորություն կտան քաղաքական դաշտը մաքրել ընտրակաշառքներից, արդյոք սա ուշացած չէր եւ նաեւ
տիմ ընտրություններ են, հա, մի քանի ամսից հանրապետության բազմաթիվ բնակավայրերում։ Գոնե այս տիմ ընտրություններում սա հնարավոր կլինի կիրառել։ Դե ես այսպես ասեմ, ես կարծում եմ, որ այս ամենը պետք է անել հենց թեկուզ ընտրություններից 1 տարի առաջ։ Ես կարծում եմ, որ նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական լիազորությունները պետք է ընդլայնել եւ համապատասխանեցնել իր սահմանադրական կարգավիճակին որպես ընտրությունների օրինականությունը վերահսկող մարմին, այլ ոչ թե միայն ընթացակարգային հարցեր լուծող մարմին, որտեղ այսօր մենք ունենք սահմանադրական շատ այսպես ասենք ուժեղ կարգավիճակ ունեցող ԿԸՀ, որը ըստ էության ընտրական գործընթացի օրինականության գարանտն է, եթե կուզեք, սահմանադրական դատարանը դա եթե կուզեք դե ֆակտո վերադաս մարմին կարող ենք համարել, բայց տեղում դա պետք է անի ԿՀ-ն, բայց ԿՀ-ն էլ ունի օրենսդրական պատշաճ լիազորությունների բազա եւ բնականաբար սահմանադրորեն չի կարող դուրս գալ այդ լիազորությունների շրջանակներից, այսինքն այդտեղ մենք արդեն ունենք մեկ ուշացած չարված քայլ։ Երկրորդը, որը շատ կարեւոր է, դա ընտրակաշարք բաժանող քաղաքական ուժերի ընդհանրապես ընտրական փուլ մուտք գործելու կանխարգելումներ, որը պետք է օրենսդրական փոփոխություններով արդեն իսկ այդ պատնեշը ստեղծվեր։ Իսկ հիմա ստացվում է, որ մենք ինքներս մեզ հանրությունը, իշխող ուժը, քաղաքացիական հասարակությունը մենք մեր գործն ենք բարդացնում, որովհետև իհարկե չենք կարող իրավունքի գերակայության սկզբունքն անտեսել եւ օրինակ հետադարձություն կիրառել եւ դա սահմանադրորեն եւ միջազգային պրակտիկայով արգելված է եւ այդպես շարունակ, բայց փաստ է, որ այսօր մենք ունենք բացարձակապես լեգիտիմությունից զուրկ ընդդիմություն եւ մենք պետք է դադարենք խորհրդարանի լեգիտիմությունը չափել միայն իշխող ուժի լեգիտիմությամբ։ Այո, իշխող ուժը լեգիտիմորեն վերստանձնել է իր սահմանադրական կարգավիճակը, բայց խորհրդարանը առանց գործունակ եւ լեգիտիմ ընդդիմության ընդունենք, որ չի կարող լիարժեք ժողովրդավարական համարվել։ Բայց ուշագրավ է, որ այդքան ընտրակաշարքներով այդ ուժերը, հա, 3 ուժերի մոտից էլ կան մեղադրյալներ, իրենց ներկայացուցիչներից հենց ընտրակաշարքի գործով 100-ից ավելի մարդիկ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, սակայն նրանք հերիք չեն ընդունում դա, դեռ մի բան էլ իշխանություններին են համարում ոչ լեգիտիմ, ընտրակեղծարար եւ այլն եւ այլն։ Երբ իրավական հատու միջոցներով չես կարողանում հարցը կարգաբերել եւ թողնում ես զուտ քաղաքական ասացությունների կամ քաղաքական դեբատի մակարդակում, բա իհարկե պետք է անեն։ Դա ըստ էության իրենց քաղաքական պատվարն է պաշտպանվելու իրավական մեղադրանքներից, ինչը պետք է նախականխել եւ թույլ չտալ ընդհանրապես այդ ուժերին մասնակցել ընտրություններին կամ ունենալ այնպիսի իրավական հատու բազա, որ հիմա մենք արդեն կիրառեինք այդ օրենսդրությունը եւ ընդհանուր միջև գուցե գնայինք նոր ընտրությունների, բայց արդեն առանց այս քաղաքական ուժերի։ Խոսենք նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում ունեցած մի հայտարարության մասին, մասնավորապես նա ասել է, որ քրեա օլիգարխիկ ռեժիմը արմատախիլ անելու process-ները ուղեկցվել են արտաքին ազդեցություններով, գոյաբանական հետևանքներ ունենալու իրավիճակներով։ Ինչ կասեք։ Դե դա մենք բոլորս էլ հասկանում ենք, այո, դա ըստ էության խոսքը Ռուսաստանի մասին է եւ ռուսական ազդեցության ներքո անդակույց ռուսական ազդեցության ներքո գտնվող ուժերը այսօր 40% շուրջ 40% ձայն հավաքեցին, ինչը այո գոյաբանական վտանգ էր հեղափոխության հետագա ինստիտուցիոնալ շարունակության համար։ Այո, այդ պատճառը մենք բոլորս էլ հասկանում ենք, բայց եւ միաժամանակ որպես հանրություն պահանջատեր ենք անկախ ամեն ինչից, որպեսզի այդ փոփոխություններին իշխանությունը հետամուտ լինի, հատկապես որ սարերի հետևում չէ Երևանի ավականու ընտրությունները եւ նաեւ շարք այլ այո, նու Երևանի ըստ էության Երևանի ավականու ընտրությունները ազգային ժողովից հետո դե ֆակտո ամենամասշտաբային եւ կարեւոր ընտրություններն են եւ հուսանք, որ այդ օրենսդրության կիրառման պարագայում գոնե մենք կարողանանք ունենալ Երևանի ավականի զերծ ուրեմն այլ ուժերի շահերը, արտաքին ուժերի շահերը սպասարկող ընդդիմությունից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար